Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության դեսպանը հանդիպել էր ռուս անվանի այստեղ դպրոցների տնօրենների հետ եւ նշել, որ Հայաստանում ռուսական նոր դպրոցների կառուցման հարց է քննարկվում եւ աշխատանքային խումբ է ձևավորվել։ Օրակարգում նման հարց կա, ովքեր են այդ աշխատանքային խմբի անդամները։ Ուրեմն, եթե դուք բացեք միջկառավարական հանձնաժողովների նիստի վերջին արձանագրությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերին, Ռուսաստանի Դաշնությունում կտեսնեք, որ այնտեղ նախատեսված է, որ համատեղ ծրագրի քննարկման նպատակով եւ դրա կոնցեպտի քննարկման նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ։ Գիտեք, օրինակ մենք ունենք հայ-չինական բարեկամության դպրոց, որտեղ Չինաստանի կառավարության հետ համատեղ ունեցել ենք ներդրումներ ենթակառուցվածքների մասով եւ հիմա էլ Չինաստանի կառավարությունը շարունակում է օժանդակություն ցուցաբերել դպրոցին, Չինաստանից մասնագետներ են ուղարկվում, որոնք դպրոցում ապահովում են այդ դասընթացների, որ ռուսական նոր դպրոցների հարց կա։ Ես փորձում եմ ձեզ բացատրել, որ այն խնդիրը, որը այսօր դրված է օրակարգում, համատեղ ծրագիր ունենալու մասին է եւ այդտեղ դեռևս քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը, որ դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են գտնվում Հայաստանի Հանրապետությունում եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա բնականաբար այդ հարցը պատրաստ ենք քննարկել։